Շիրակում եղանակն անտանելի է։ Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանին սակայն փուքը չի խանգարել։ Նա եկել է իր մարտական ընկերների հիշատակը հարգելու։ Շնորհավորանքներ չի շռայլում, բառերն անզոր են զգացմունքներն արտահայտելու հարցում։ Հայրենի հողի համար մարտնչած, վիրավորված, փառահեղ ուղի անցած ազատամարտիկը միայն ասում է, ինչ կարող է կամենալ ծնողը իր զավակին։ Իսկ եղանակը երբեք չի կարող խանգարող հանգամանք լինել, ասում է ազատամարտիկը։ Սիկ հրաշք է, սիկ հենց մեր կյանքը կցույց տա, որ այ այսպես պրոբլեմ կա կյանքում ապրելու համար։ Եթե մենք ուժ չգտնենք մեր մեջը, այս կամի մեզի ծածկ է գցումը կտանի ու մենք կորենք։ Դորմար այս եղանակը սիկ է ցույց կտար պետք է մենք դիմանանք։ Արցախյան շարժման հենց սկզբից մենք չենք ունեցել սեփական բանակ, հայկական բանակ։ Ու փառքասու արդեն 25 տարի մենք ունենք մեր բանակը։ Պետք է մեր բարձանքն է, մեր երազանքն է։ Եթե մենք մեր բանակին չկերակրենք, ուրեմն թշնամու բանակը պետք է կերակրենք։ Այստեղ իր մարտական ընկերներն են, շատերին է ճանաչում, հիշում նրանց սխրանքը, անուրանալի ծառայությունը հայրենիքին։ Երբով ամեն մեկը մեր ընկերներն են, Բենոն, Քյարամը, սա մեր ընկերներն են, ստեղ Անդոյիկ, Լեռնիկ Լովայենք, բախտ եմ ունեցե, այստեղ ոնց է կռվելու, ճիշտ է, դժբախտություն է, որ ես սաղ եմ իրանք չկան, միշտ ցանկացել եմ ես չեղնիմ իրանք եղնին, որտև ավելի լավ է, որ քու վրեդ ընկերդ լա, քան թե դու ընկերոջդ վերալաս, ամենադժվար բանը դիգ է։ Մկրտիչ Բաղդասարյանը գնաց առաջնագից նաև ապրիլյան պատերազմին, երբ առողջական խնդիրները դարձյալ գլուխ բարձրացրեցին, այս անգամ ավելի հանգիստ խղճով իջավ բարձունքից, որովհետև այնտեղ անձնուրաց կռվողների տեսավ, պատմում է, հուզվում, արծիվ տղաների է տեսել դիրքերում 18-20 տարեկան։ Ապրիլյան պատերազմում չկար կուսակցություններ, չկար, մեկ կուսակցություն էր, դիք հայ ազգը, վերջ, բոլորի համար։ Մեկ 20 օր մնացել եմ ընդեղ, հետո առողջական պատճառով ետ եմ բերենց, բայց դիք նշան չունի, եթե ես չեշտայի ինֆարկտ ստանայի մեռնեի այստեղ, պետք է աչքովս տեսնեի, ես ապրիլյան պատերազմին նույնպես երեխեք տեսա, որ կներես, բայց պետք է ստեմելի, ես առաջ կմտածեի, թե մեր երիտասարդները ես քանքյուլով, բանով, վայ, կսեի սունք ինչ պետք է կրանից պայեն, բայց ապրիլյան պատերազմին նոր գնացի աչքովս տեսա, ես երեխան ծսեցի, երեխեք ջան, մենք իրավունք ունենք արդեն մեռնելու, որտեղ մեր գործը շարունակող կա։ Ինչպիսին էին մեր տղաները։ Հրաշք է, հրաշք։ Երբ որ Աստված կամենա քո երածդ գործի պատասխանը կստանաս։ Ես տեսա Աստված ինձ կամեցավ, ես տեսնեմ։ Որ իմ ես ընկերներս, այ ես ցավ ընկերներս իզուր չեն զոհվել։ Այ ապրիլյան պատերազմը դի ապացուցեց, որ մեր 18 տարեկան երեխեն իրանց 35-ից ու բարձր փորձառու զինվորները չեն կռնա մեր կռանից անցնին։ Անկախ նորից սոված են, կիսակուն են, ինչ են, չեն կարա, այսինքն ոգին կա։ Փառք էդ ոգուն, փառք, էդ ծնող մերերին, որ այդպես երեխեք